Մեր զատիկը Քրիստոսը, սիրելի քույր եղբայրներ, ամեն, հալելույա։ 2000 տարի առաջ, չգիտեմ, ես 30-40 տարի ասում ենք 2000 տարի առաջ։ Աշոտ Մարտիրոսյանը մեր եղբայրը մի փոքրիկ դե անեկդոտներ պատմելու շատ լավ, բան պատմեց, ասում է գնում են Երուսաղեմ ու մեկը ասում է, որ դե գիտեք, թոր, որ մեկը տանում է, խոսնակը չէ, խոսում է, բացատրում է, ուր գնում են, ասում է 2000 տարի առաջ, մեկ է կողքից մեկը ասում է 2005, ուրիշ տեղելի գնում են 2000 տարի առաջ, ես մեկը 2005, վերջը, սենց էլի գալիս է վերջում ասում է լսի, 2000 տարի առաջ, խես էլի ասում 2005, ասում է դե 5 տարի առաջ եկանք էլի ասում էր 2000 տարի առաջ, մի խոսքով չգիտեմ, 2000-ա թե 2005 20 տարի առաջ, բայց քույր եղբայրներ, մեր Տերը փառավոր մուտք գործեց Երուսաղեմ, ինչքան էի ուզում, որ մեր 23 թիվը, որ գնացինք 16 թե 18 հոգի հայերից կային, որ Երուսաղեմ գնացինք Իսրայել, ասեցինք այս անգամ, որ գանք, մյուսին հաստատ մի հատ մեծ թիմ ենք տանելու, ամբողջ այդ 50 հայ պետքա տանենք ստեղից, ու հավատացեք կային, լիքը արդեն հայերից մեզ դիմել էին, որ մյուս անգամ որ գնակ, անպայման գալու ենք, բայց այդ Համաս ասեմ, ինչ ասեմ, ես ինչ օին բերեց այդ Իսրայելի վրա, հիմա տեսնենք ինչ ա լինելու, այս վիճակը, որ հանդարտվեց քույր եղբայրներ, գիտեք, այնքան գեղեցիկ ա, որ գնում ես, Ձիթենանց լեռան վրա կանգնած, տեսնում ես փառավոր Երուսաղեմը, որ հիմա Dome of the Rock, այդ մսկիթն աշինած, այդ ոսկե գմբեթով, պատկերացրեք այն ժամանակ այդ մսկիթի տեղը դրանից 5 անգամ ավելի բարձր եղել է Սողոմոնի տաճարը, շատ մեծ, հսկա, փառավոր տեսք ա ունեցել, ու մեր Տերը Ձիթենանց լեռից գալիս է և իջնում է ու բարձրանում այդ դարպասներով, մտնում է քույր եղբայրներս Երուսաղեմ, ինչ փառավոր, ինչ գեղեցիկ, ինչ օր ա եղել այդ տարին, չէ, որ Տերը մուտք գործեց, Փառքեր Հիսուսին քույր եղբայրներս, դա յուրահատուկ էր։ Եվ Տերը, ես այսօր կարդալու եմ Մատթեոս 21 գլուխը եւ հռչակելու ենք մեր զատիկը Քրիստոսը, 4 կարևոր կետեր ենք հռչակելու զատիկի մասին։ Ամեն քույր եղբայրներս, որը որ խոսալու է մեր հետ, մեր անձերի հետ, մեր ընտանիքների հետ, Տերը թող խոսա, հալելույա, մեր սրտերի հետ, Փառքեր Հիսուսին։ Մատթեոս 21 այսպես ասում, աշակերտները գնացին արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց, ասես գնացեք, ավանակը պատրաստ ա լինելու, կվերցնեք, կգաք ու ես կասեմ մյուսը ինչ ենք անելու։ Էշն ու ավանակը բերեցին, իրենց հագուստները դրեցին, դրանց վրա գցեցին և Հիսուսը դրանց վրա նստեց, հալելույա։ Եվ ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ արջևից և հետևից գնացող բազմությունը բացականչում էին ու ասում, Ովսաննա Դավթի որդուն, հալելույա, Սաղմոս 118-ը կարդակ այս նույն խոսքերը հռչակում է, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, եկեք ասենք, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Փառքեր Հիսուսին, հալելույա, Ովսաննա բարձրյալին։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, հարցնում էին ով է սա, հալելույա։ Ես վստահ եմ, որ այսօր երևի այս հարցի պատասխանը արդեն ունենք մեր մեջ, ով է սա։ Սա շատ անձնական, գիտեք, ուղղակի հղում է։ Ով է Հիսուսը քո համար, քույրս եղբայրս։ Տեսեք, երբ որ նա եկավ մտավ Երուսաղեմ, մարգարեները, այս համարը, որ հիմա ես կարդացի, որ օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով Իսրայելի թագավորը, ես նորից կկարդամ Զաքարիա 9-ի մեջ, մոտ 350-ից ավել մարգարեություններ կատարվել է Քրիստոսի առաջի գալստյան հետ կապված։ Ամեն մարգարեությունից հետո, որ մեր Տերը պետք է գա, և ասում ենք, հրեաները, որ նրանք խոսքի մարդիկ էին, փարիսեցիները, քահանաները, տաճարը, ամենը նրանց խոսքը եկավ հրեաներից, ամեն, և փրկիչը եկավ, փառավոր մուտք գործեց Երուսաղեմ և ասում են ով է սա։ Եվ մենք ասում ենք, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ 301 թիվ, մեր այբուբենը, մեր այբենարանը, պարծենում ենք մեր այդ
հարուստ պատմությունը, որ մենք ունենք, չէ՞։ Մենք է օրվա վերջում ասում ենք, բայց ով է Հիսուսը մեր կյանքում։ Ով է Տերը։ Գիտեք, քույր եղբայրներ, ես կուզեմ այսօր մեր զատիկը Քրիստոսը դառնա անձնական Տեր եւ Փրկիչ մեր համար։ Հալելույա։ Որ այս հարցը, որ մենք ասում ենք, ով է նա, ասենք, նա Տերն է, նա թագավորների թագավորն է։ Տերը թող փառավորվի, հալելույա։ Հովհաննեսը այսպես է նկարագրում իր 12-րդ գլուխը, որ կարդաք Հովանու ավետարանը, այս պահը շատ յուրահատուկ է։ Հովհաննեսը շատ մանրակրկիտ նշում է Քրիստոսի ծառայությունը։ Եվ անգամ ասեմ, այս ծաղկազարդ այս շաբաթը կոչվում է ավագ շաբաթ։ Ավագ երկուշաբթին, ավագ երեքշաբթին եւ այսպես ամեն մի օրը կապված է Տիրոջ յուրահատուկ գործը, որ նա արել է Երուսաղեմում։ Ամեն օր մտնում էր, դուրս էր գալիս եւ նա գիտեր, որ օրեր հաշված, ժամեր հաշված նա պետք է մահանա։ Պատկերացնում եք մի մարդ, որ այդքան մանրակրկիտ իմանա իր ճակատագիրը։ Ինչ մահով է մահանալու, ոնց է լինելու։ Անկամ քո թշնամին, Հուդան, իմանաս ինչ դավաճանությամբ նա քեզ պետք է մատնի ու գալիս է քեզ մի հատ համբյուրում է քո թշից, կեղծավորություն կամ բան։ Ինչ սիրով տարավ մեր Փրկիչը։ Այդ ամենը իր մեջ իմանալով այս թագավորը Հովհաննեսը 12-13-ի մեջ ասում է արմավենու ճյուղեր վերցրեցին եւ նրան ընթառաջ ելավ աղաղակելով, ով սաննա օրտնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը։ Իսրայելի թագավորը գալիս է։ Հալելույա։ Ամենաառաջինը եկեք հրճակենք այս խոսքը։ Մեր զատիկը Քրիստոսը հաղթանակած թագավորը։ Մեր զատիկը Քրիստոսը, ասենք քույր եղբայրներ, մեր զատիկը Քրիստոսը հաղթանակած թագավորը։ Նա հաղթել է մահին, նա հաղթել է մեղքին, նա իր ոտքերը դրել է դժոխքի վրա եւ նա հաղթանակած թագավորն է, քույր եղբայրներ։ Գիտեք, սա ամենամեծ պատիվն է, որ մենք ունենք, որ մենք ասում ենք, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, հենց սրա համար մեր զատիկը Քրիստոսը հաղթանակած թագավորը։ Քույր եղբայրներ, Հայտնություն առաջի գլուխը անցյալ կիրակի կարդացինք, որ սիստեմատիկ նշում այս թագավորի մասին։ Եվ Հիսուս Քրիստոսը անդրանիկն է մեռելներից եւ իշխանը երկրի թագավորների։ Իշխանը երկրի թագավորների։ Եվ ասում է նա, որ էր եւ որ գալու է։ Սա այն Հովհաննեսն է, որ ասում է ես տեսա։ Մենք աշակերտներս վկա ելանք ծաղկազարդ կիրակին, ոնց նա փառավոր մուտ գործեց Երուսաղեմ եւ նա կյանքը տվեց մացավ մեր մեղքերի համար, քույր եղբայրներս, այն ժողովուրդը, որ ասում է իր արջևից եւ ետևից երկրպագում էին, գովեստում էին, մեծարում էին այս թագավորին, այդ նույն ժողովուրդը նրան մյուս դարպասից դուրս հանեցին եւ քաղաքից դուրս խաչեցին, քույր եղբայրներս։ Հալելույա, ով սանա բարձրալին։ Բայց Հովհաննեսը ասում է, նա չմնաց գերեզմանի մեջ։ Նա որ էր եւ որ է եւ որ գալու է։ Այս սրա համար ենք ասում, մեր զատիկը Քրիստոսը հաղթանակած թագավորը, քույր եղբայրներս, հալելույա։ Զաքարիա 9 այսպես ասում այս թագավորի մասին։ 9-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը։ Սա շատ անձնական է էլի։ Նա քո թագավորն է։ Իմ սրտի մեջ մի աթոռ կա դրած եւ այդ աթոռի վրա պետք է նստի այդ թագավորը։ Գիտեք, շատ հետաքրքիր է, քույր եղբայրներ։ Իմ հայրս, որ մահացավ, ինքը մի հատ աթոռ ուներ, կուխնյային, որ նստում էր ամեն անգամ իր այդ հաց ուտում էր բան, մինչև այսօր այդ աթոռին չենք նստում, չգիտեմ, երևի ընես չի, որ բան չի, սուրբ աթոռական բան, ուղղակի ոնց որ ինքը գալի դե նստում էր այդ աթոռն էլ, այդ աթոռը իր տեղն է, ամեն։ Իմ սրտի մեջ մի աթոռ կա դրած, որի վրա մենակ հաղթանակած թագավորը պետք է նստի։ Բայց սա շատ դժվար հռչակում է, որտեվ շատ ժամանակ Արմենն է հելնում, Արմենի եսը ասում է կներես մի երկու բան կա, մի երկու հաշիվ կա, լուծեմ էլի կզիջեմ Տիրոջը։ Հաղթանակած թագավորը թող իր գահին նստի, որտեղ որ այդ պատիվն ու մեծությունը նա արժանի է, ամեն վերցնելու, քույր եղբայրներ։ Զաքարիան ասում է, քեզ մոտ է գալիս քո թագավորը,
նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, էշի ձաքի ավանակի վրա։ Եվ մա նայում ենք եւ ասում ենք, հրյաները ոնց ուղակի չհավատացին այս խոսքին, որ կատարվեց իրենց աշկերի առաջ, քույր եղբայրներ, ամեն։ Տեսեք, նա չեկավ կառքերով, ձիերով, նա չեկավ Ադոնյան, հիշում եք Սողոմոնի ավակ որդին, որ նա թագավոր պետքա իրեն կարճ ժամանակով թագավոր կոչեց։ Դավիթը երբ որ արդեն պետքա մահանար, իր գահին մեկը պետքա նստեր, քույր եղբայրներ։ Տեսեք, ասում է, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, որ նա Դավիթի գահին պետքա նստի, քույր եղբայրներս։ Եվ երբ որ Դավիթ թագավորը պետքա մահաներ, նա դեռ չէր որոշել, որ երբ պետքա Սողոմոնին թագավոր օծի, եւ Սողոմոնի ավակ եղբայրը Ադոնյան Սողոմոնից մի քանի քայլ առաջ հանգնում եւ ասում է բերեք ձիերը, կառքերը, բերեք եւ իմ առաջից ասում է թող գնան եւ ինքն իրեն հրճակում է թագավոր, ինքն իրեն նստացնում է գահին, Դավիթի գահին, քույր եղբայրներս։ Բայց երբ որ Նաթանը լսում է ամեն անգամ, երբ որ Նաթանը, գիտեք, Նաթանը քանի անգամ Դավիթին որ գնում տենում է, Դավիթ ասում է Նաթան, ինչի համար ես եկել։ Եվ այս անգամ Նաթանը գնում ասում է Դավիթ, ավակ որդիդ արդեն թագավորում է, դու ես որոշել։ Դավիթ ասում է ոչ, դա իմ ծրագիրը չի եղել եւ ասում են Սողոմոնին պետքա բարձրացնենք։ Եվ Սողոմոնին ոնց են ուղարկում եւ օծում թագավոր, եղջյուրը վերցնում են Սողոմոնի վրա են լցնում օծում թագավոր Նաթան մարգարեի եւ քահանայի օրհնությամբ։ Եվ ասում է Սողոմոնը Էշի այդ ավանակի վրա նստած խաղաղությամբ, Սողոմոն, խաղաղություն, ամեն, շալոմ, գնում է Երուսաղեմ, խաղաղության թագավորը, բայց այդ թագավորն էլ ժամանակավոր էր, որովհետև Հիսուս ասեց, Սողոմոնից ավելի մեծը կա այստեղ, ամեն քույր եղբայրներս, Սողոմոնից ավելի մեծը կա, բայց Սողոմոնի նման հեզ Էշի վրա հեծած նա մտավ Երուսաղեմ, այլ ոչ թե Հռոմի օրերում թագավորները, իշխանները, կայսերները ձիերով, կառքերով մտնում էին Երուսաղեմ քաղաքը։ Հրյաները այդ բանը չէին անում, նրանք գիտեին, որ սա Տիրոջ քաղաքն է։ Տիրոջ քաղաքը խաղաղության տուն է, Երուսաղեմը, պատերազմի տուն չի, ձիերով պետք չի մտնեք Տիրոջ տունը պատերազմի ամեն։ Եվ նա իր առաջի գալստյան ժամանակ այս էր նպատակը, որ հեզ եւ խոնար Էշի վրա հեծած նա պետք է մտներ Երուսաղեմ, քույրս եւ եղբայրս, հալելույա։ Բայց ավելի մեծ խորհուրդ կա սրա մեջ։ Նա իրոք կարար ձի կամ տարբեր ինչ որ մի միջոցով ավելի մի փառավոր ձև կարար մուտ գործեր Երուսաղեմ, բայց ինչու Էշի վրա հեծած քույրս եւ եղբայրս։ Մենք նայում ենք, այո, մեկը կապված է Զաքարիայի հետ, բայց ամենակարևոր համարը տեսեք, ամենակարևոր համարը Ծննդոց 49-ի մեջ Տերը արդեն խոստացել էր, որ մոտ 2000 տարի հետո այս ծաղկազարդ կիրակին, որ պետք է լինի, ինչպես պետք է լինի, եւ Տերը ինչ խորհուրդ է խոսում այս համարի մեջ Քրիստոսի մասին, ամեն, քույրս եւ եղբայրս։ Ծննդոց 49-ը այսպես ասում, երբ որ Հակոբը պետք է մահանար այս անգամ, նա կանչում է իր որդիներին եւ օրհնում է իր որդիներին, ամեն մեկի վրա ձեռքը դնում է եւ սկսում է օրհնել, ամեն մեկին հատուկ իրենց անունով։ Հիմա պատկերացրեք ձեր տղաներից մեկը գալիս է ու այս խոսքերն ես ասում տղայիդ վրա, կասի, հեր ջան, ես ինչ կապ ունի իմ հետ։ Սա ես չեմ։ Երբ որ Հուդան է գալիս, Հակոբը ձեռքը դնում է Հուդայի գլխին եւ կարդում այս համարները։ Չի պակասելու իշխանությունը Հուդայից։ Ոչ էլ օրենսդիրը նրա երանքից, մինչև որ գա Սելովը։ Այս Սելով բառը ամբողջ Աստվածաշնչում մեկ անգամ է գրված, այն էլ այստեղ, որը պատկանում է Քրիստոսին, ծաղկազարդ կիրակին, Քրիստոսի իշխանությանն ու թագն ու պսակին, հալելույա։ Քրիստոսը Սելովը մեր պետք է գա։ Եվ նրան են հնազանդվում ժողովուրդները, նա իր ավանակին որդից կկապի խաղողի այդ վազից եւ ազնիվ որդից իր էքի Էշի քուրակին, իր պատմուճանը կլվա գինիով եւ իր հանդերձը խաղողի այրամբ։ Ինչքան է սա խոսում Հիսուսի մասին, ամեն։ Պաստորեն Հուդան լսում այս խոսքերը եւ ասում է, չգիտեմ ինչ է սպասվում ինձ, կամ մի շաբաթ հետո մահանալու եմ, կամ չգիտեմ կյանքիս մեջ ինչ է,
Բայց 2000 տարի առաջ Տերը խոստանում է, որ Տերը գալու է այս ծաղկազարդ կիրակին Մատթեոս 21-ը եւ ասում է էշի վրա եցած եւ նրա պատմությանը ասում է գինյով կլվա, իր արյամբ կլվա, քույրս եղբայրս, հալելույա, ինչ մարգարեական խոսքեր, ամեն, հալելույա, տեսեք Աստծո խոսքը այո եւ ամեն է, ես խեմ սիրում Աստվածաշունչը, կարդամ ու կարդամ, երբեք չի հնանում, գիտեք, եթե ֆինանսների մասին խոսանք, ինչ որ կյանքի ես բարգավաճում բան, մեկ այլի գալի անցնում է, տունը մաշվում գնում է, կյանք, առողջություն բան, բայց Աստծո խոսքը, ինչ որ կախված է, կապված է Քրիստոսի հետ, ամեն համարները, որ կարդում ես, Քրիստոս ես տեսնում եւ ասում ես այդ 300-ից ավել մարգարեությունը, որ Քրիստոսի կյանքի մեջ եղել է, Տեր, բացիր ինձ այդ խոսքերը, ու Տերը թող խոսա մեր սրտերի հետ, ամեն, Քրիստոսը մեր հաղթանակած թագավորը, նա արդեն հաղթանակել է, կապ չունի կյանքիդ մեջ ինչ խնդիրներ ունես, նա արդեն թագավորում է, քույրս եղբայրս, հալելույա, նրա երկրորդ գալուստը շատ շուտով լինելու է, Հովհաննեսը ասեց, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, նա որ է եւ որ պիտի գա, փառքեր Հիսուսին, Քրիստոսի գալուստը շուտով նորից պետքա լինի, փառքեր Հիսուսին, երկրորդը մեր զատիկը Քրիստոսը Աստծո կողմից ընտրված գառը, սա շատ յուրահատուկ հռչակում այդ կիրակին, այդ շաբաթ, այդ ավագ շաբաթը, որ պետք է լիներ, հրյաների հետ կապված եւ զատիկի հետ կապված քույր եղբայրներս։ Հովհաննես 1:29 ասում է հաջորդ օրը, երբ որ Քրիստոսի ծառայությունը սկսեց իր 30 տարեկան հասակում, հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ ու ասաց, ահա Սոգառը, ահա Սոգառը։ Նա հաղթանակած թագավորն է, բայց նաև նա Աստծո գառն է ընտրված, հալելույա, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը, քույր եղբայրներս, ամբողջ աշխարհի մեղքը, ազգերի մեղքը Տերը իր վրա է վերցնում, ամեն։ Հիսուսը Երուսաղեմ մտավ զատիկի շաբաթը, գառների ընտրության օրը, քույր եղբայրներ։ Համաձայն Ելից 12:3-ի յուրաքանչյուր մարդ իր ընտանիքի համար մի գառ պետք է ընտրեր, այդ շաբաթը, ամեն։ Գառը պետք է լիներ 1 տարեկան արու առանց արատների, ընտանիքն այնտեղ պահում էր գառը մինչև 14-րդ օրը, 10 նրանք պահում էին, մեկին բերում էին, 14 օր գառը պահում էին, իսկ հետո մորթում էին երեկոյան զատիկի ընտրիքի ժամանակ, սա շատ կարևոր է։ Քրիստոսը ընտրված գառն էր, եւ այս գառները բերում են Բեթլեհեմից։ Հիշում եք Հիսուսը Մսուրի մեջ ծնվեց Բեթլեհեմում, Բեթլեհեմը այդ հովիվների արոտավայրն էր, այնտեղ գառները պահում էին, մեծացնում էին, եւ այնտեղից բերում էին Երուսաղեմ, բայց շատ ժամանակ մենք կարդում ենք Աստծո խոսքը եւ տեսնում ենք անգամ այս գառներն էր դարել բիզնես, այդ մատղաշ, այդ լավ գառները բերում էին, վերցնում էին եւ քահանաները իրենք էին սկսում գառները վաճառել այլ ազգի այլ մարդ եւ ասում են սա ավելի ընտրված, ավելի լավ, ավելի բան, հասկանում եք։ Այդ ընտրված այդ շաբաթը Տերը, որ այդ գառները բերում էին, ամեն ընտանիք պետք է իր գառը բերեր զատիկի համար։ Զատիկ բառը գիտեք անգլերեն լավ անջում, pass over, ինչ որ մի բանի վրով անցնել։ Եթե հիշում եք Եգիպտոսում Տերը ասեց, ամեն մեկը կմտնեք ձեր տունը եւ ձեր դռների վրա զոհ կանեք եւ գառան այրյունը ձեր դռանդիկների վրա կքսեք գառան այրյունը, հրեշտակը գալու է անցնի ձեր տան վրայով։ Ում տան վրա քսված լինի գառան այրյունը, հրեշտակը կանցնի այդ տան, pass over, կանցնի այդ տան վրայով, ամեն, զատիկը, հենց դա էր։ Այդ տունը զատված էր արդեն։ Հարվածից թշնամու, որ պետք է գար եւ դատաստան պետք է լիներ։ Եգիպտոսում քո տունը առանձնացված է։ Ասա իմ տունը առանձնացված է։ Հալելույա։ Տերը ընտրել է քեզ եւ քո տունը։ Սա մեծ բան է, քույրս եւ եղբայրս։ Հալելույա։ Զատիկ հենց դա է։ Եգիպտացիները չարեցին, հրյաները արեցին զոհը։ Զատիկը արյունը քսեցին եւ իրենց որդիները, իրենց առաջնեկները ապրեցին։ Եվ հիմա տեսնում ենք
Աստված իր միածինը տվեց ընտրված Աստծո գառը մեր մեղքերի համար, մեր կյանքի համար, եւ նրա այունը Տերը քսեց մեր սրտերի, մեր մտքի, մեր անձի, մեր հոգու փրկության համար, Տերը թող օրհնի։ Հալելույա։ Մոտ Զատիկի այդ շաբաթը 255,600 գառ էին մորթում։ Դուք պատկերացնում եք ինչ արյան հեղեղ էր Երուսաղեմում։ Եվ պատկերացրեք մի բան, այդ արյունը ուղղակի չռում էր ամբողջ Երուսաղեմով, սիրելի քույր եղբայրներս, դա պարտադիր էր, պետք է լիներ, պահանջվում էր։ Մարկոս 15-ը որ կարդաք, Մարկոս ավետարանը շատ գեղեցիկ է նշում, ավետարանիչը, շատ հետաքրքիր, Քրիստոսի այս պահը խաչի վրա, շատ հետաքրքիր։ Նա նշում է երկու տարբեր ժամեր, որ Աստծո գառը ընտրված մեր Զատիկը խաչի վրա ամեն բան կատարվեց իր մեջ, իր մարմնի մեջ, ամեն բան կատարվեց։ Մարկոս այս խոսքն է ասում։ Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին, երրորդ ժամն էր։ Սա առավոտյան ժամը 9։ Առավոտ ժամը 5-ին մեր Տիրոջը ձերբակալում են այս Գեթսեմանի պարտեզից, ամեն նկարը որ տեսնում եք, սուտ վկաներով, հալածելով, թուք ու մուր անելով, խայտառակ անելով, քույր եղբայրներս, Սկայփայի տունը նրան անգամ եղել ենք այնտեղ, որտեղ որ բանտարկել էին մի քանի ժամ մեր փրջին, եւ այդ ժամերը երբ որ անցնում են, սուտ վկաների խոսքով տանում են եւ ասում են երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին, առավոտ ժամը 9-ին։ Առավոտ ժամը 9-ին տաճարում Երուսաղեմում լինում էր առաջի զոհը, որ անում էր քահանան, ընտրված բարձրյալ քահանան, տարվա։ Եվ նա այդ զոհը անում էր ամենաառաջի զոհը, երբ որ նա անում էր ժամը 9-ին տաճարում, ժամը 9-ին խաչի վրա Քրիստոսը մեր Զատիկը խաչվեց խաչի վրա, ամեն։ Սա ուղղակի այնպես չի, որ Մարկոսը նշում է ժամերը, ավելի մանրակրկիտ իր ավետարանում։ 6-րդ ժամին ամբողջ երկրի վրա խավար տիրեց, մինչև 9-րդ ժամը, լսնում եք, 12-ը անցավ, ժամը 9-րդ ժամը, ժամը 3-ը, 9-րդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց, Էլի, Էլի, լամա սաբակթանի, որ թարգմանվում է Աստված, իմ Աստված, ինչու ինձ լքեցիր։ Այս 9-րդ ժամին երկրորդ զոհն էր անում քահանան խաչի վրա, երկրորդ զոհը, երբ որ այդ գառը մորթում էին, այրունը քսում էին զոհասեղանին, մյուս քահանան գնում էր շեփորը կանգնած փչում էր, պատուհանի մոտ կանգնած եւ հրճակում էր, որ վերջացավ։ Վերջացավ։ Այս տարի էլ Տերը ողորմություն արեց մեզ։ Մեկ տարի էլ Տերը մեզ իր գութը տվեց, հալելույա, փառքեզ Հիսուս։ Եվ ուղղակի սա զուգադիպություն չի, սա մարգարեություն է, որ խաչի վրա մեր Քրիստոսը, մեր Զատիկը, Աստծո գառը, հաղթանակած թագավորը, ասեց ամեն բան վերջացավ, եւ թող եկեղեցին ասի ամեն։ Ամեն եկեղեցի, ամեն, հալելույա։ Հիմա պետք է մի հատ էլ գառ մորթենք մատաղանենք, ինչու եթե արդեն Աստծո գառը մատաղ է եղել մեր համար, փառքեր իրան, հալելույա։ Աստված կհոգա ողջակեզի գառը։ Ծննդոց 3-ը կարդում եք, Ադամը մեղ գործեց, բայց Աստված պանիկայի մեջ չէր։ Տերևներով ծածկվեցին թզենու, բայց Աստված իրենց ծածկեց զոհի արյունով, հալելույա։ Մի զոհ արեց, եւ այդ զոհի արյունով եւ այդ միշտ ասում եմ, առաջի այդ կաշվե հանդերձները, որ հագցրել է Գուչիից է լավը, դա Տերը արեց, հալելույա, Ադամին ու Եվային պարտեզում նորմալ շոր հագցրեց։ Աստված կհոգա իր ողջակեզը։ Ծննդոց 22-ի մեջ, որ գնակտուն խնդրում եմ Ծննդոց 22-ը կարդացեք, վերջակետ չկա այդ համարների մեջ, սկզբի համարից մինչև վերջի համարը, որ կարդում ես իրոք, այնպիսի մի վիճակ է, ոնց որ Աբրահամը գնում է, որ այդ բոլոր խորհուրդը Մորիայի լեռը, որ պետք է բարձրանա, Մորիայի լեռան վրա Իսահակին պետք է զոհ անի, եւ զոհը փոխարինում է Աստված, հիշում եք, ասում է Աստված կհոգա, եւ ասում է Իսահակին մի զոհի, արդեն ուզում էր, որ Իսահակին զոհ ասես մի արհա,
Զոհը արդեն գառ այստեղ է, թփերի մեջ, ամեն։ Աստված կհոգա քույր եղբայրներ։ Եվ այդ Մորիայի լեռան վրա, որ կարդակ այդ ամբողջ 22-ը ծննդոց շատ հետաքրքիր է։ Առանց վերջակետի անդած ստորակետ կեցես, ոնց որ շունչդ կդ պատկերացնում, ասում ես Տեր Աստված ինչ ա լինում, մյուսը մեկ էլ Աստված իր ողջակեզը կհոգա։ Աստված հոգացել է իմ ու քո համար։ Աստծո գառը որ պետք է գար։ Եվ այդ նույն Մորիայի լեռան վրա, դա Սիոն լեռը կարանք ասենք, որ այդ նույն Մորիայի լեռը Դավիթը վերցնում է, եւ նույն Մորիայի լեռան վրա կառուցում են Սողոմոնի տաճարը, եւ նույն այդ տաճարի նոր կարդացի այս համարները 3-րդ ժամին, 6-րդ ժամին, 9-րդ ժամին Աստծո ընտրված գառը գալիս է խաչի վրա, մանում է եւ ասում է վերջ։ Հալելույա։ Ուրախ եք եկեղեցի։ Ինչքան մարգարեությունները կատարվե։ Ես ասում եմ, եթե մեկը ասում է, գիրքը ուղակի գրվել, ասում եմ, լսի, այսպիսի մի գիրք չկա աշխարհում, որ այսքան ապացույցներ եւ այսքան նորից մեկը խոսքը մեկին լրացնում է։ Գիրքը մեկը մյուսին լրացնում է, որտեղ որ Քրիստոսն է, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սողոմոնը կառուցեց Տիրոջ տունը Երուսաղեմում Մորիայի լեռան վրա, մնացորդած 3-1-ը։ Հայտնություն 5:12 ասում է արժանի է մորթված գառը։ Հալելույա։ Արժանի է մորթված գառը փառքեր Հիսուսին։ Մեր զատիկը Քրիստոսը, մեզ համար մորթված գառը։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 5:7-ի մեջ այս հռչակումն է անում։ Մեր զատիկը Քրիստոսը, մեզ համար մորթված գառը։ Ու հենց երկնքում Հովհաննես այսպես է տեսնում. մորթված Աստծո գառը։ Բայց դրա հետ մեկտեղ նա շուտով գալիս է, ոչ թե էշի ավանակի ինչ-որ բան, նա գալիս է սպիտակ ձիի վրա հաղթանակած մեր Տերը։ Նրա երկրորդ գալստյան ժամանակ նա նորից գալու է ֆիզիկապես այդ պարիսպներով ներս է մտնելու քույր եղբայրս։ Եվ մեր հաղթանակած թագավորը վերականգնելու է ամեն բան, ինչ որ սատանան գողացել էր։ Հալելույա։ Տերը շուտով գալիս է, փառքեր Հիսուսին։ Հայտնության գրքում 20-ից ավելի անգամներ Քրիստոսը հիշատակվում է որպես գառը, Աստծո գառը, քույրս եղբայրս։ Մի քանիսը կարդամ համարներից, տեսեք։ Տեսա, որ գահի 4 կենդանիների եւ երեսների մեջտեղում ասես մորթված մի գառ կար։ Նրանք բարձրաձայն ասում էին. մորթված գառն արժանի է ընդունելու զորությունն ու հարստությունն ու իմաստությունն ու ուժը, պատիվն ու փառքն ու եւորտնությունը։ Այս խոսքերից հետո է, որ Քրիստոսը սպիտակ փառավոր ձիով նա գալու է երկիր, քույրս եղբայրս, ընդունելու, գալու, վերականգնելու։ Եվ նրանք հաղթեցին նրան, ներին սատանային ամբողջ դիվային ուժերին գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ հիմա։ Ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Մարկոս 15:37-ը երբ որ Քրիստոսը Աստծո ընտրված գառը մեր զատիկը հոգին ավանդեց, տեսեք ինչ կատարվեց։ Մարկոսը շարունակում ասում է. եւ Հիսուսը մեծ ձայն աղաղակեց, մեծ ձայնով աղաղակեց եւ հոգին ավանդեց եւ տաճարի վարակույրը վերևից ներքև երկու մասի պատրվեց։ Տաճարի վարակույրը երկու մասի պատրվեց։ Քույրս եղբայրս, սրբության սրբոցի արջևի այս վարակույրները 18 մետր երկայնություն ունեին, պատկերացրեք, ուղղակի մի պահ մի հատ պատկերացրեք այս վարակույրը, 18 մետր երկարություն, 9 մետր լայնություն, պատկերացրեք, եւ ձեռքի ափի չափ հաստություն, այսենց։ Պատկերացնում եք, հիմա մարդը կարա այս վարակույրը պատրի։ Ինչպես է սա հնարավոր։ Քույրս եղբայրս, եւ այս վարակույրը վերևից ներքև պատրեց։ Աստված, ես հավատում եմ մի հրեշտակ եկավ, այն հրեշտակը, որ պետք է գա, հայտնության գրքի մեջ ասում է, այն հրեշտակը, որ պետք է գա եւ սատանային պետք է շղթայի։ Մեկ հրեշտակ, անգամ Աստված չի պատերազմում
երբեք Աստված չի էլ պատերազմել դիվային ուժերի դիմաց։ Նա իր գային նստած է, մեկ հրեշտակ գալիս է սատանային, շղթայում է եւ գցում է գեհենը կրակը, հալելույա։ Ես հավատում եմ այս նույն հրեշտակը, այն երկսայրի սույրը վեկը վերցրած, այս վարակույրը պատրեց ներքևից միջև, վերևից միջև ներքև։ Ամեն, հալելույա։ Տերը թող փառավորվի մեր Քրիստոսը, Աստծո գառը, մեր զատիկը, հալելույա։ Մեր զատիկը Քրիստոսը մեզ համար ճանապարհ բացեց վարակույրի միջոցով։ Վարակույրի միջոցով, քույրս եղբայրս։ Եբրայեցիների 10-րդ գլուխը որ կարդաք, 19-21 խոսքեր ասում է արդ եղբայրներ, քույրերին էլ ավելացնենք եւ քույրեր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որ մեզ համար նոր ու կենթանի ճանապարհ բացեց վարակույրի միջոցով, որ իր մարմինն է։ Հալելույա։ Աստծո խոսքը ասում այդ պատրված վարակույրը, որ բացվեց, դա Քրիստոսի մարմինն էր։ Եվ մի մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, Հիսուս Քրիստոսը։ Իմ ու քո համար բարեխոս ունենք երկնքում։ Մեր ընտանիքի համար, սերունդների համար բարեխոս Հիսուս ունենք երկնքում, որ նրա մարմնի միջոցով մտնում ենք սրբության սրբոց, այսինքն հոր ներկայության մեջ, ու հայրը մեզ առատությամբ օրհնում է։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ուրախ եք քույր եղբայրներ, որ մեր զատիկը Քրիստոսը մեզ համար ճանապարհ բացեց Քրիստոսի մարմնի միջով, փառքեր Հիսուսին։ Եբրայեցիների 9:28-ը շարունակում է եւ ասում է նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վեր առնելով, շատերի մեղքերը վեր առնելով, հալելույա, առնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ կայտնվի առանց մեղքի իրեն սպասողների փրկության համար։ Ես այսօր որոշում եմ կայացնում, որ սպասում եմ Հիսուսին։ Առանց մեղքի։ Այս մեկը արդեն լուրջ բան էր։ Սպասում ենք, բայց ասում է առանց մեղքի։ Հենց սա է այդ շնորհի ողորմության ամենայդ բարձր, ես չգիտեմ ոնց բացատրեմ սա, որ Հայր Աստված քեզ Քրիստոսի միջով տեսնում է սրբագործված, մաքրված, կատարյալ, առանց մեղքի, հալելույա, սպասում ես Հիսուսին, հալելույա, ոչ մի բան չի կարա մեզ սրբի, ջրով 3 անգամ էլ ավել մկրտվեմ չի կարա սրբի։ Պետրոս առաքյալը ասում է, առաջի Պետրոս 1:18 այսպես է հռչակում խոսքը, իմանալով որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից, մեր հայրենավանդ տրադիցիաներից, բաներից էդ էլ չի փրկելու մեզ, ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկիով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև ամբից ու անառատ գարան, Քրիստոսը զատիկին տրված գառը, քույրս եղբայրս, հալելույա, հալելույա, փառքեր Հիսուսին, հալելույա, կանգնենք ոտքի, փառքեր Հիսուսին, այս ծաղկազարդ կիրակին մենք հռչակելու ենք Տեր, այս 4 հռչակումները նորից, մեր զատիկը Քրիստոսը, հաղթանակած թագավորը, փառքեր Հիսուսին, մեր զատիկը Քրիստոսը Աստծո կողմից ընտրված գառը, մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթված գառը, եւ մեր զատիկը Քրիստոսը մեզ համար ճանապարհ բացեց իր մարմնի վարակույրի միջոցով։ Հայր այսօր Տեր, ես շնորհակալ եմ Հայր, բարի Հայր, իմ Աբա Հայր, անչափ շնորհակալ եմ այն առատ ողորմությունը, որ դու ինձ արեցիր, որ Տեր ես ծածկվեցի քո մեջ, մենք կարդացինք Կողոսացիների մեջ 3-ը, որ ասում է մենք Քրիստոսի մեջ հետ ծածկված ենք Աստծո մեջ, որ քո որդու Հիսուսի հետ մենք ծածկված ենք քո մեջ, եւ երբ որ այս Փասովր, այս զատիկը եղավ,
Ոչ մի դատաստան չի գա իմ տան, իմ ընտանիքի որդիներից վրա։ Եվ այդ դատաստանը անցավ իմ տան վրայով։ Որովհետև Հայր, քո արդար որդու այրյունը, Հիսուսի այրյունը, այսօր իմ սրտի, իմ մտքի, իմ կամքի, զգացմունքների, մարմնիս, հոգուս վրա եմ ես ընդունում։ Քույրս, եղբայրս, եթե այսօր ուխտդ կոտրվել է, չգիտեմ, կյանքում դժվարություններ ես ունեցել, մինչև այս պահը ուղղակի քանի անգամներ, խնդիրներ, պրոբլեմներ, միգուցե առաջի անգամը, որ պետք է ասես Քրիստոս, իմ փրկիչ ընդունում եմ քեզ Տեր եւ անձնական փրկիչ իմ կյանքի մեջ, խնդրում եմ այս աղոթքը արա, Տեր, ես հրավիրում եմ քեզ իմ դարպասներից ներս իմ սրտի, արի եւ թագավորիր իմ մեջ, ես ընդունում եմ քեզ Տեր եւ անձնական փրկիչ, խնդրում եմ ներիր իմ մեղքերը, ներիր իմ ամբողջ գործած մեղքերը, շնորհակալ եմ փրկության համար, քո այրյան համար, շնորհակալ եմ այն գինը, որ դու վճարեցիր մեկ անգամ խաչի վրա մահանալով, իմ ընտանիքի համար, իմ համար զոհ եղար, իմ զատիկը եղար եւ զատեցիր ինձ, Հիսուսի անունով եմ աղոթում, ամեն, ամեն, երգենք Աբա, 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 փառքեր Հիսուսին, այս անգամ ավելի սրտանց երգենք, քույր եղբայրներ, Աբան թագավորում, ամեն, Աբա, հալելույա, դու ես Տեր, ընդմիշտ պահում ես, դու ես Տեր,